Այստեղ ես Ռինոյի Նևադայի համալսարանում եմ լրագրության ֆակուլտետում։ Այստեղ Նյու Յորքի համալսարանում եմ, որտեղ ցավոք երկարաժամկետ կրթության հնարավորություն այդպես էլ չունեցա։ Այստեղ ավարտել եմ բոստոնցի լրագրող Բրյուս Գելերմանի հետաքննական լրագրության կուրսը։ Այստեղ BBC արաբական ծառայության այն ժամանակվա տնօրեն Էդմոն Սաբելայի ամառային լրագրողական կուրսն եմ ավարտել։ Իսկ այստեղ արդեն Հայաստանում եմ ավարտել եմ բակալավրը գերազանցության կարմիր դիպլոմով։ Այստեղ ես արդեն մագիստրոս եմ։ Ժամանակագրական շատ խառն եմ ասել ու շատ կարևոր կուրսերի մասին մոռացա նշել։ Ես շարունակում եմ թվել, սովորել եւ դա խրախուսում եմ միշտ։ Ունեմ նոր նպատակ, որի մասին ես առաջին անգամ եմ ձեզ ասել։ Պլանավորում եմ ընդունվել երկրորդ մագիստրատուրան Հայաստանի ամերիկյան համալսարան։ Պետք էր պարապել ընդունելության քննությունների համար, շատ երկար եմ փնտրել, թե որտեղ պետք է ես IELTS-ի համար պարապեմ եւ ընտրել եմ OS կրթական կենտրոն։ Այստեղ դասերը կառուցված են այնպես, որ միաժամանակ աշխատենք թե լեզվական հմտությունների վրա, թե հենց քննության ռազմավարության։ Ինձ հատկապես դուր է գալիս, որ դասերը միայն տեսական չեն, շատ ենք աշխատում գործնական առաջադրանքների վրա, վերլուծում ենք սխալները եւ հասկանում, թե իրականում ինչ պետք է անենք ավելի լավ արդյունքի համար։ Տարիներ առաջ ես արդեն բնականաբար հանձնել եմ այսպիսի քննություն, շատ վաղուց էր ու գիտեք, որ արդյունքները պետք է թարմացնել եւ եւս մեկ անգամ ապացուցել, որ մեր անգլերենի իմացությունը դեռ գոյություն ունի։ Ինչպես արդեն նշեցի, IELTS եմ հանձնել։ Անկեղծ ասած, դասերը շատ հավես են անցնում, այնպես ոնց ես էի պատկերացնում եւ շատ ինֆորմատիվ ու արդյունավետ եւ հավես ու թեթև մթնոլորտում։ Չեք հավատա, բայց եթե անկեղծ ես ամենաշատը վախենում եմ writing-ից։ Իմ դասատուն ընկեր Ալեքսանդրն է ու իր հետ արդեն աշխատում ենք այս ուղղությամբ ու ես վստահ եմ, որ քննության օրը իմ համար writing-ը սարսափելի չի լինի։ Դուք էլ կիսվեք քննությունների ձեր փորձով, IELTS-ի հետ կապված գուցե ինչ-որ լայֆ հաքեր եւ նաեւ փորձեք կռահել, թե ինչ մասնագիտացմամբ եմ գնալու այս անգամ։